Եթե մեր վերաբերմունքը մեր երկրին այդպեսին է, ուրեմն մենք նաև պետք է պատրաստ լինենք, որ դա այդ կարող է վաճառվի, ներգրավի Թուրքին, Ճապոնացուն, ցանկացածին։ Ու այդ խաղաղությունը կառուցվում է մի պրոյեկտով, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այսօր շատ սուր հարաբերություններ ունեցող Իրանի քթի տակ։ Մենք շատերս մոռանում ենք, որ Միացյալ Նահանգների առանցքային կարևորությունը բիզնեսն է։ Իրողությունը այն է, որ ձևավորվել է բազմաբևեռ համակարգ, բայց Թրամփը գործում է դեռևս միաբևեռության կանոններով։ Եթե Լուիզիանան այդ հսկայական տարածքը կարելի է գնել, կամ կարելի է Ալյասկան գնել, կամ Մեքսիկայի այդ կարևոր Տեխասը կարելի է գնել մնացած ամեն ինչը գին ունի։ Իրեն հարմար ռեժիմ ձևավորելով Իրանում, ինքը կփորձի այս տարածաշրջանը ավելի շատ իր համար ներդրումային դարձնել։ Վերապրելով այն, ինչ որ մենք վերապրեցինք վերջի տարիների ընթացքում, բոլոր տեսությունները իրավունք ունեն գոյություն ունենալու։ Ժողովրդական լեզվով ասած շատ մուխաննատ թեմայի վերջո այդպես կանգ առանք։ Հիմա թե ոնց որովդ կանցնի, թե դու այդ պրոյեկտի մասը կլինես, այս է մեր խնդիրը։